նավագայլը համառոտ 1893 թ. Խաղաղ օվկիանոս։ Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Հեմփրի վան Վեյդենը, որը հայտնի գրական քննադատ է, լաստանավով ուղղորության է մեկնում, նպատակ ունենալով այցելել իր ընկերոջը, սակայն ճանապարհին նավաբեկության է ենթարկվում։ Նրան փրկում է ուրվական մարտրանավը, որի հրամանատարն է Գայլ Լարսենը։ Նավարկության հենց սկզբում մահանում է նավապետի օգնականը, նրա փոխարեն օգնականը նշանակվում նավաստիներից մեկը, վան Վեյդենին նավապետը նշանակում է Յունգա, խոհարար Մարիջի օգնական։ Մարիջը ամեն առիթ բաց չի թողնում շահագործելու նորանշանակ Յունգային։ Գայլ Լարսենը իր անձնակազմի 22 անդամները Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ջրերում զբաղվում է ծովառյուծների որսով։ Խոհարարի կողմից կողոպտված լինելու բողոքով նավապետի խուցը այցելած վան Վեյդենը, ի զարմանս իրեն, նրա խցում հայտնաբերում է աստղագիտությանը ֆիզիկային նվիրված գրքեր, այդ թվում նա Դարվինի որոշ աշխատություններ, Շեքսպիր այլն։ Նավապետը նրան է ներկայացնում իր փիլիսոփայությունը, ըստ որի կյանքն անիմաստ է, ուժեղները կլանում են թույլերին։ Ունենալով մեծ ֆիզիկական ուժ, որի շնորհիվ նա պահպանում է նավի կարգապահությունը, Գայլ Լարսենը միաժամանակ տառապում է ուժեղ գլխացավերից։ Նավարկության ընթացքում վան Վեյդենը, չունենալով նավաստու հմտություններ, նշանակվում է նավապետի ավագ օգնական։ Նավի վրա խռովություն է բարձրանում։ Նավաստիները ցանկանում են սպանել Գայլ Լարսենին, սակայն անհաջողության են մատնվում։ Նավապետը պատժում է իր օգնականին, նրա փոխարեն նավապետի օգնականը նշանակում վան Վեյդենին։ Նավից փախած նավաստիներ Ջոնսոնին Լինչին հետապնդելու ընթացքում ուրվական մի անձնակազմը փրկում է նավաբեկության ենթարկված մի խումբ, որի անդամների թվում է բանաստեղծուհի Մոդ Բուստերը։ Վան Վեյդենը իսկույն համակրանքով է լցվում այդ կնոջ հանդեպ։ Գայլ Լարսենը, հասնելով նավի փախստականներին, նրանց նավ չի վերցնում, թողնում է կործանվելու փոթորկից, քանի որ խոստացել էր վան Վեյդենին ձեռք չտալ նրանց։ Գայլ Լարսենի հետ հակամարտությունից հետո, վան Վեյդենը Մոդը որոշում են փախչել նավից։ Օգտվելով նավապետի գլխացավի հերթական նոպայի ընձեռած առիթից, նրանք մակույկով ծով են դուրս գալիս մի քանի շաբաթ նավարկելուց հետո հանգրվանում են մի կղզում, որը կոչում են Ջանքերի կղզի։ Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում վնասված ուրվականը, որը հարձակման է ենթարկվել Գայլ Լարսենի եղբոր, Մահ Լարսենի կողմից կործանվել, իսկ Մարիջը այրել էր այն։ Նավում մնացել էր միայն Գայլ Լարսենը, որը գլխացավի նոպայի արդյունքում կորցրել է տեսողությունը։ Վան Վեյդենը Մոդը կարգի են բերում, ուրվականը ծով են դուրս գալիս։ Գայլ Լարսենը, որը կորցնում է բոլոր մարդկային զգացմունքները, դառնում է անդամալույց մահանում է։ Օվկիանոսում վան Վեյդենին Մոդին փրկում է անցնող նավերից մեկը։